Պարոն Հովհաննիսյան, Ղարաբաղ-ադրբեջանական 4 օրվա պատերազմից հետո մեկնարկելիք բանակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ինչ ֆորմատով եք պատկերացնում, կան տեսակետներ, որ մինչև չվերականգնվի նախքան ապրիլի 1-ի դրությունը շփման գիծը չպետք է առհասարակ Հայաստանը վերադառնա բանակցությունների սեղանին, եւ հիմա քանի որ արդեն ռուսական պետական քարոզչական մեքենա հանդիսացող ԶԼՄ-ներ ինչ-որ տարբերակներ են հրապարակում անձամբ Ռուսաստանի մասնակցության կարգավորման, խոսքը տարածքների վերադարձման, խաղաղապահ զորքերի տեղակայման մասին է նաև, ինչքանով կկիսեք դուք կարգավորման նման սկզբունքները, եթե ի վերջո Հայաստանում լինի կոնսոլիդացիա դրա շուրջ։ Նախ ես չեմ տեսնում նման հնարավորություն, որ կոնսոլիդացիա լինի տարածքների հանձնման շուրջ կամ խաղաղապահների տեղակայման շուրջ, ինչ վերաբերում է մինչև ապրիլի 1-ը դիրքերին վերադառնալը եւ նոր բանակցությունները շարունակելը Հայաստանի մասնակցությամբ, ապա ես կարծում եմ լավ առիթ էր սա, որ մենք օգտագործենք եւ ասենք, որ այլևս Հայաստանը չի բանակցելու միայնակ, այլ պետք է բանակցությունների սեղանին վերադառնա նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սա մեկ։ Այսինքն պայմաններից մեկը սա պետք է լինի։ Երկրորդը պետք է լինի այն, որ մենք պետք է հստակ ասենք, որ բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերադարձը նաև պետք է պատասխանատվության հարց բարձրացվի, այսինքն վերադառնալ բանակցություններին ուղղակի այս ֆորմատով, դա նշանակում է, որ որևէ բան չի եղել։ Այսինքն 92 զոհ, հարյուրավոր վիրավորներ, քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումներ, ագրեսիայի ակտ, ռազմական հանցագործություններ, անձանց անդամահատումներ, բան չեն եղել, հա, նորմալ ինչ որ բան է, եւ մենք գնում ենք երի բանակցության։ Հետեւաբար պետք է Ադրբեջան պետության պատասխանատվության հարցը նույն կերպ բարձրացվի, որովհետեւ մեր ձեռքին տվել են զենք, այս զենքը մենք չենք օգտագործում, հա, որքանով ես հասկանում եմ։ Այս հնարավորությունը պետք է մենք օգտագործենք։ Եվ մյուսը, որ բացի այն, որ պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցի, պետք է պատասխանատվության հարց բարձրացվի, նաև ես ուզում եմ հասկանալ, ինչ հրադադարի բանակցություններ ենք մենք քննարկում, երբ որ մենք ունենք հրադադարի համաձայնագիր, որից որ մինչ այս պահը բան չի փոխվել զուտ այն առումով, որ տեղ է ունեցել դրա խախտում։ Այսինքն միայն խախտումը բավարար չէ, որ մենք խոսենք նոր համաձայնագրի մասին, որովհետև ակնհայտ է, որ նոր համաձայնագիրը եթե հիմա քննարկվի, բանակցվի, դա չի լինելու հայկական կողմի համար շահեկան, որովհետև 94 թվականին կնքված համաձայնագիրը եռակողմ համաձայնագիր է, եւ այս առումով այս պահին եթե մենք Արցախը չենք վերադարձնում բանակցությունների սեղանի շուրջ, ապա ունենում ենք ավելի ոչ շահեկան համաձայնագիր։ Անկամ եթե ունենանք համաձայնագիր, հիմա նոր հրադադարի համաձայնագիր, հա, սա մյուս կողմից, բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանը համաձայնվելու է անգամ նոր համաձայնագրի, որովհետև նրանց պահանջները մաքսիմալիստական են եւ նրանք կանգ չեն առնելու եւ մյուս կողմից նաեւ օգտվելու են իրենց ունեցած շահեկան տնտեսական, ռազմական զինված դիրքից։ Ինչ վերաբերում է Լավրովի այցի հետ կապված, ես ապա պետք է ասեմ, որ նախ Մինսկի խումբը 3 համանախագահներից է բաղկացած եւ չպիտի մենք թույլ տանք, որ համանախագահներից որևէ մեկը իրեն վերապահի ավելի լայն հնարավորություններ եւ փորձի միակողմանի ինչ որ դեր ստանձնել, որովհետեւ այնտեղ կա նաեւ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա եւ պետք է բոլորը մասնակցեն սրան եւ պետք է բոլորը մանդատ տան այդ մասնակցությանը, եթե անգամ Ռուսաստանն է ցանկանում առաջ գալ, հա պետք է մյուս 3-ը երկուսը համաձայն լինեն, որի մասին հիմա մենք տեղեկություն չունենք։ Ուղղակի կա ռուսական մամուլում հրապարակված ինչ որ տարբերակ, ինչը շատ խելքին մոտ է, որ հնարավոր առաջարկություն է դա Ռուսաստանի կողմից, եւ հիմա փորձում են ճշտել, հասկանալ Հայաստանում մոտեցումները ինչպիսին են լինելու։ Այսինքն զիջումներ, ինչի հաշվին, ինչ խաղաղապահ ուժեր եւ այլն եւ այլն։ Ինչպես եք կարծում այնուամենայնիվ հնարավոր են զիջումներ մեր կողմից, ես ինչու եմ խոսքի սկզբում նշեցի կոնսոլիդացիա, որովհետեւ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան հայտնի հանդիպումից հետո նշվում էր, որ այդ կոնսոլիդացիան անհրաժեշտ է եւ բանակցվող փաստաթուղթը նորություն չէ, մադրիդյան սկզբունքներն են, մադրիդյան սկզբունքներն էլ ենթադրում են ազատագրված տարածքների վերադարձ, նաեւ խաղաղապահ զորքերի տեղակայում։ Որքանով որ ես եմ հիշում, այդ սկզբունքների մեջ նաեւ մտնում է այն, որ պետք է վերադառնան փախստականները, իբր թե փախստականները, այդ Ադրբեջանի կողմից նշված 1 միլիոն, չգիտեմ, 100,000-ավոր այդ փախստականները պետք է վերադառնան այդ տարածքներում բնակվեն։ Ուրեմն այդ փաստաթուղթը ես կարծում եմ բավականին հնացած է եւ աբսուրդ է դա հիմա քննարկման առարկա դարձնել եւ ես զարմանում եմ, որ առաջին նախագահը դա հիմա քննարկման առարկա է դարձրել։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ այդ փաստաթղթի շրջանառության մեջ դնելուց հետո եղել է ըստ էության ատելության հենքի վրա կատարված եղել են բազմաթիվ հանցագործություններ։
Երևի ամենահնչեղն ու առաջինը դա Հունգարիայում մեր սպայի գլխատումն էր, եւ վերջինը, հա, 4-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցածն է, որը գալիս է փաստելու, որ չկա հնարավորություն ժողովրդավարական Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում կամ Ադրբեջանի ատելությամբ լցված հասարակության հետ, հա, նույն ձևով ապրելու համար։ Այսինքն այս հնարավորությունը չկա։ Եվ եթե մենք իրավական գործընթաց սկսենք ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման հետ կապված եւ ցույց տանք, որ ըստ էության հայատացության մակարդակը հասել է այն մակարդակի, որ ուղղակի հայ լինելու համար են այս մարդկանց սպանում կամ ականջները կտրում կամ չգիտեմ այլ անդամահատումներ անում, ապա այդ փաստաթղթի այդ դրույթը ուղղակի որևէ կերպ չի կարող օգտագործվել բանակցություններում։ Հետեւաբար ես մադրիդյան սկզբունքներ բան որևէ կերպ չեմ տեսնում այդ փաստաթղթի քննարկումը, միգուցե նոր փաստաթղթա պետք է մտածել, նոր սկզբունքներ, եւ այս առումով նաեւ չեմ տեսնում որևէ կոնսոլիդացիա, եւ պետք է ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ասելը, հայտարարությունը, որ պետք է համախմբում եւ այլն, շատ քիչ է եւ դա չի կարող համախմբել մեր հասարակությունը, ինչպես որ դուք տեսաք այդ հարցազրույցից հետո։ Միգուցե հանդիպումը լավ արձագանքի արժանացել, բայց հանդիպման շարունակությունը, այսինքն հանդիպման այդ գաղտնիության մասի բացահայտումը հարցազրույցով դա հեչ լավ արձագանքի չի արժանացել եւ ես այդ արձագանքից եմ ասում, որ ես չեմ տեսնում նման համախմբման հնարավորություն։ Մյուս հանգամանքը զիջումների հետ կապված շատ կարևոր մի սկզբունք կա, որ երբ որ հասարակությունները թարմ պատերազմի վերքեր ունեն, շատ դժվար է այդ թարմ պատերազմի վերքերով հասարակությանը բերել ինչ որ բանակցությունների սեղանի շուրջ նստացնել եւ ասել, որ գիտեք, դուք պետքա փոխզիջումների գնաք եւ այլն։ Իսկ պատերազմի վերքերը ամենաթարմն են այս պահին։ Այսինքն 94 թվականից այս կողմ տեղի ունեցել աննախադեպ բան, 4-օրյա պատերազմ, եւ արդեն նշեցի որքան զոհեր եւ վիրավորներ, որը որ տվյալ պարագայում չի նպաստում որևէ զիջումների մասին խոսակցությանը։ Սա մեկ եւ մյուս կողմից անգամ եթե զիջումների մասին խոսակցություն սկսվի, ապա գոնե մենք մեր հասարակությունը պետք է իմանա, թե զիջումները ինչի համար են արվում, հանուն ինչի են արվում, այսինքն զիջում ես, որ ինչ լինի, զիջում ես անվտանգություն ես ստանում ու ստատուս ես ստանում, հա, եթե դա է, թող ասեն, քննարկենք, հասկանանք, տեսնենք, արժե դրա համար համախմբվել, հա, որ նոր զոհեր չլինեն, որ եղած զոհերի հերոսների հիշատակը հարգենք, հա, այսինքն մի հատ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, որովհետև զիջումներից կարելի է միայն խոսել այն ժամանակ, երբ որ կլինի Արցախի կարգավիճակի լուծման հարցը, հա, երբ որ ասենք Արցախը կճանաչվի որպես անկախ պետություն կամ երբ որ Արցախը կճանաչվի որպես Հայաստանի մի մասը, եւ դրա արդյունքում նաև կլինի անվտանգության երաշխիքներ։ Իսկ անվտանգության երաշխիքները բնականաբար Ադրբեջանը չպիտի որ տա, բնականաբար Ռուսաստանը չպիտի որ տա, որովհետև չկա նման վստահություն։ Այդ երաշխիքները պիտի տա միջազգային հանրությունը։ Պետք է եթե խաղաղապահ ուժեր են տեղակայվում, այդ խաղաղապահ ուժերը պետք է լինեն բազմազգ կոնտինգենտ, եւ այդ բազմազգ կոնտինգենտը կարծում եմ չպիտի իր մեջ ներառի նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների կոնտինգենտները, որպեսզի չլինի շահերի բախում նաև այս առումով։ Իմ ակնկալիքը ներվի այս առումով, որ Լավրովը գա Հայաստան, ասուլիսանի ու ասի ցավում ենք, որ այդքան հարձակողական զենք ենք վաճառել Ադրբեջանին, մենք քննարկել ենք եւ ամենաբարձր մակարդակում որոշել ենք դադարեցնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ես սպասում եմ այդ ասուլիսին Հայաստանում։ Մնացած բոլոր նրա հայտարարությունները Հայաստանում ինձ չեն հետաքրքրում եւ չի հետաքրքրում, թե ինչի համար է մնացած բոլոր հանդիպումները։ Այսինքն մեր պահանջը առաջնային դա է, որովհետեւ տպավորությունն է ստեղծվում, որ այս 4 օրը ոչ մի բան չի եղել, հա, ինչ որ կարող ենք բանակցել, էլի խոսենք, բան գնանք, իրանք գան, նրանք գնան, Մինսկի խումբը գնա, բան ոչ։ Տեղի ունեցել ծայրահեղ, խորը, կազմակերպված, պլանավորված ռազմական հանցագործություններ, որը որ բերել է միջազգային մարդասիրական իրավունքի ամենատարրական նորմերի խախտումներ, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, պատերազմական ագրեսիայի ակտ է տեղի ունեցել եւ այդ ամեն ինչը արվել է տարածաշրջանում զինված բալանսը խախտելու այն արգելքները եղած միջազգային պարտավորությունները խախտելու արդյունքում։ Իսկ կա արգելք, որպեսզի այդքան հարձակողական զենք չվաճառվեր Ադրբեջանին։
Եվ դրանց խախտումների հետ կապված մենք պետք է խոսենք։ Ես սպասում եմ մեր արտգործնախարարության գործողություններին։ Այդքան խոսել եմ, այդքան բարձրաձայնել եմ միջազգային իրավական գործընթաց սկսելու հարցը։ Ուր ասենք, ես սպասում եմ նաև ՀԱՊԿ երկրների ու ԵԱՏՄ երկրներում մեր դեսպանների հայտարարություններին, որտեղ է մեր Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի հայտարարությունը, ինչ է արել այդ մարդը, որտեղ է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանի գործողությունները, ինչ է արել այդ մարդը, ինչ հայտարարություններ արել, ումա հանդիպել, ընդհանրապես ինչ գործողություններ է կատարել, որտեղ է Բելարուսում մեր դեսպանի հայտարարությունն ու գործողությունները։ Եվ բոլորից ես սպասելիքներ ունեմ ու հարցեր ունեմ այս բոլոր դեսպաններին։ Ավելին ասեմ, այս դիվանագիտական այսօրվա կորպուսով անհնար կլինի շարունակել 4-օրյա պատերազմից հետո նոր դիվանագիտական ընթացք։ Հետևաբար պետք է ամբողջությամբ փոխվի մեր դիվանագիտական կորպուսը։